Տեխ Հիսուսին սիրելիներ։ Այսօր ասեմ, մենք խոսելու ենք հետաքրքիր մի զորության մասին, խոսելու ենք հետաքրքիր մի Աստծո միջամտության մասին, խոսելու ենք պարտքերը հաղթելու մասին։ Ոնց է Աստված օրհնում, ոնց է Աստված օծում ու զորացնում, որ իր ժողովուրդը պարտքից ազատ կյանքով ապրի, հա։ Այսօրվա քարոզը ես վերնագրել եմ հենց այսպես՝ պարտքերից ազատող Աստված։ Պարտքերից ազատող Աստված։ Ուզում եմ քեզ մի հարց տամ, կա մարդ, որ այստեղ պարտք ունի։ Եթե պարտք ունես, կխնդրեմ ձեռք բարձրացնես, ասում եմ Հովիվ ջան, ունես հարց ես տալի, ով չունի։ Ասեմ, կան մարդիկ չունեն պարտք ու մենք պիտի նախանձավոր լինենք, որ այդպես լինենք Հիսուսի զորավոր անունով։ Ամեն։ Այս մի հարցը կտամ, այստեղ չեմ ուզում ձեռք բարձրացնեք, որ մյուսները չասեն, «Պո, նա այդպես»։ Կա մարդ, որ պարտքով տվել է, իր պարտքը հետ չեն տվել։ Մեկա ձեռ են բարձրացնում, Հովիվ ջան, ոնց չկա, հələ թող պարտքերը հետ բերեն։ Փառք Աստծուն, սիրելիներ, մենք այսօր մի քիչ կխոսանք պարտքի մասին, մի քիչ կխոսանք պարտքի իրայության, իր տեսակի մասին, ինչ է ինքը Աստծուց չի, ոնց իրան մոտենանք, ոնց իրանից դուրս գանք, ոնց է Աստված միջամտում իր զավակների կյանքում ու իր զավակներին ազատի պարտքից Հիսուսի անունով։ Մինչև կանցնենք առաջ, սիրելիներ, ես կարծում եմ ես ու դու ունենք հեռախոս կամ թուղթ ու գրիչ, որ կարանք նշումներ անենք, ես ուզում եմ, եթե ունես պարտք, ինչ-որ միտեղ նշես քո պարտքի չափը, նշես քո պարտքի, քո համար է սա, ինձ չես ասելու, կողքինից չես ասելու, պարզապես նշիր քո պարտքի չափը, թող աչքերդ հիմա դա տեսնի, կապ չունի մեծությունը, կապ չունի չափը, կապ չունի, կարաս գումարես իրար, եթե մի քանի հատ է, ուղղակի ես ուզում եմ, որ դու հոգու մեջ դա տեսնես, բերես քո աչքերի առաջ այդ պարտքը։ Հալելույա։ Գրիր պարտքի չափը քո աչքերի առաջ, թող լինի ամբողջ ընթացքում։ Փառք ամենակարող Տիրոջը։ Հաջորդ բանը, որ ես ուզում եմ սիրելիս, ուզում եմ Աստվածաշունչը պահես աչքերիդ առաջ։ Եթե գրքով ունես Աստվածաշունչը, եթե հեռախոսով ունես Աստվածաշունչը, պահես աչքերիդ առաջ։ Եթե Աստվածաշնչից մի բան դուրս կասեմ, այն ինչ որ Աստվածաշնչի մեջ չի լինի, համարձակ ձեռ բարձրացրա ու ասա Հովիվ սուտ ես խոսում։ Համարյա 200 հոգի ժողովուրդ ենք, 150 հոգի ժողովուրդ ենք։ Համարձակ ձեռ բարձրացրա ու ասա, այտենց բան չկա Աստվածաշնչում գրած։ Գիտես ես ինչի եմ սա ասում։ Նախորոք եմ ասում, որ սատանայի սուտը, որ ականջների տակ խոսում է, դա խայտառակվի, ոչ թե Աստծո խոսքի հետ մենք վիճողներ լինենք։ Գիտես, բաց Աստվածաշունչը ու տես, եթե այդպիսի բան գրված է, ոչ թե խոսքը փոխենք, այլ մենք փոխվենք։ Ոչ թե խոսքը հարմարացնենք մեզ, այլ մենք պիտի հարմարվենք ու փոխվենք խոսքի համաձայն։ Այս ժամանակ մեր կյանքում պտուղ է տալիս, այս ժամանակ մեր կյանքը փոխվում է սիրելիս։ Քանի դեռ խոսքի հետ կռիվ ենք տալիս, ես քեզ ասեմ, այն ինչ որ ասեմ, Աստվածաշնչից եմ ասելու, Աստծո իմաստությունից եմ ասելու, կռվելուց նախորդ խնդրում եմ, իմ հետ մի կռվի։ Աստծո խոսքի հետ ես կռվելու։ Ես խոսքն եմ կարդալու ու խոսքից ենք խոսելու։ Հա, սիրելիս, իսկ եթե դու կտեսնես, որ գրված է Աստծո խոսքում, թույլ տուր։ Ասա Տեր, չեմ կարող հասկանամ։ Օգնի, որ ես սա հասկանամ։ Հալելույա, սիրելիս։ Գիտես, առաջին տեղերից մեկը, որ ուզում եմ իրար հետ կարդանք, դա Առակաց 22:7 խոսքն է, հարուստը աղքատներին կտիրի եւ փող առնողը ծառա կլինի փող տվողին։ Առակաց 22:7 հարուստը աղքատին կտիրի եւ փող առնողը ծառա կլինի փող տվողին։ Հիմա ուզում եմ մի հարց տամ, սա ընդհանուր բոլորիս համար ասեմ, նրանք ովքեր որ կողմնակից են աղքատությանը, նրանք ովքեր որ կողմնակից են, որ դե սուրբը պետք է աղքատ լինի, եթե հարուստ ես ուրեմն մեղավոր ես։ Ուզում եմ քեզ հարց տամ, Աստված ինքն է գրել, սա Աստծո խոսքից է, Առակաց գիրքը, հարուստն ինքն է ասել, Աստված ինքն է ասել, հարուստը կտիրի աղքատի վրա։ Հիմա ուզում եմ քեզ հարց տամ, ո՞նց ես մտածում, Աստված այտենց էլ ուզում է, որ հարուստները տիրեն իր ժողովրդի վրա։ Աստված այտենց էլ ուզում է, որ հարուստները իր ժողովուրդը թող աղքատ լինի, իսկ հարուստները լինեն աշխարհի ժողովուրդը ու իրանց ժողովրդի վրա տիրեն։ Սերիս Աստված ուզում է, որ ինքը տիրի իմ ու քո վրա։
Եվ ասում է, եւ փող առնողը ծառա կլինի փող տվողին։ Ու պատկերացնում ես մի բան, որ եթե աղքատությունը Աստծո կամքն է, ու այդ մարդը աղքատ է, կարիքի մեջ է, ստիպված գնում է դիմում է հարուստին, ու հարուստը պարտքով տալիս է, ու Աստված ինքն է ասել, պարտք տվողը կտիրի պարտք վերցնողի վրա։ Ու ինչ որ մեկը կասի, սա մեր Աստծո կամքն է։ Սերներ, սա տարիներ չէ, դարեր շարունակ սատանան խորամանկաբար հմտորեն համոզել է եկեղեցուն, համոզել է քրիստոնյաներին, որ աղքատությունը սրբության նշան է։ Եթե ճոխ մեքենա ունես, ուրեմն մեղավոր ես անպայման։ Եթե լավ տանն ես ապրում, ուրեմն մեղավոր ես։ Այդ ոնց ունեցար էտի։ Նայիր Աստվածաշնչում, սիրելիս, Աստծո մարդիկ։ Ես քեզ ասեմ, պատմական փաստերով Պետրոս առաքյալի տունը ուսումնասիրել են։ Ձկնորս Պետրոսը, որ շատ հաճախ նկարներով ցույց են տալիս ցնցոտիների մեջ կանգնած մի հատ ձկնորս, որը սխալ է։ Պետրոսը ցնցոտիների մեջ չի եղել։ Պատմական փաստերով Պետրոս առաքյալի տունը, սիրելիներ, ես ձեզ նկարագրեմ, որտեղ է եղել։ Մինչև այսօր կա, մարդիկ գնում են որպես թանգարան, մտնում են, դուրս են գալիս։ Պետրոս առաքյալի տունը, ուրեմն նկարագրեմ, որ հասկանանք։ Պատկերացնում եք, եկեք Երևանին, ովքեր որ տեղյակ են կամ ամեն մեկս մեր ռայոններում, մեր տարածքներում, գիտենք, Երևանում օպերայի կողքը Հյուսիսային պողոտան։ Գիտես, որտեղ որ Պետրոսի տունն է եղել, դա եղել է ծովի ափին, առաջի գից եւ ժողովարանի կողքը։ Սա նշանա, որ հարուստներն են մենակ այդտեղ կարողանում տուն ունենան։ Ծովի ափին ժողովարանի, որտեղ իրանք հրյա են, իրանք համար մեծ պատիվ է իրանք ժողովարանի կողքը հողակտոր ունենալը եւ դա մեծ գին պիտի վճարեն։ Պետրոս առաքյալի տունը այդտեղ էր։ Երկրորդը Պետրոս առաքյալի տան շինանյութը, այսպես ասեմ, այն ժամանակների շինանյութը համապատասխանում էր այս ժամանակներում, որ ամեն մեկս ունենանք եվրո ռեմոնտով ճոխտուն։ Ու դա ուսումնասիրություններն են ցույց տալիս, բայց այսօր չգիտես ինչի ցույց են տալիս ու համոզում են ցնցոտիների մեջ կանգնած մի քանի աշակերտներ, որ աղքատ ինչ որ Հիսուսին մոտենում են։ Սերներ, դա սատանան խորամանկաբար դարեր շարունակ, տարիներ չէ, դարեր շարունակ համոզել է եկեղեցուն, որ աղքատությունը նորմալ բան է։ Ինչի, որովհետև որ աղքատ եղավ եկեղեցին, աղքատ եղավ Աստծո մարդը, շատ բան չի կարող անի։ Իսկ հարուստը շատ բան է կարող անի։ Հարուստը շատերին օրհնում է, հարուստը շատերին ձեռք է մեկնում, հարուստը հասնում է, օգնում է, բարձրացնում է։ Մեկ ուրիշ բան, որ ուզում եմ ասեմ, ես մի քանի արագ տեղեր կկարդամ։ Տես Աստվածաշունչն ասում է, առակած գիրքն ասում է, ով որ փակե աղքատի աղաղակի դեմ իր ականջը, ինքն էլ կկանչի եւ պատասխան չի գտնի։ Հիմա սիրելիս, այս խոսքը ում է վերաբերվում, մեզ թե ուրիշներին։ Մեզ։ Ու Աստված ասում է, հանկարծ ականջդ աղքատի ձայնին չփակես։ Սա նշանակում է Աստված մեզանից ակնկալում է, որ մենք պետքա ունենանք ու աղքատին էլ տանք։ Ոչ թե մենք լինենք այն մարդը, որ պետք է տուր, այլ Աստված ասում է, դու պետք է ունենաս ու դու աղքատի կողքով անտարբեր չանցնես։ Գիտես, եկեղեցում շատ հաճախ լինում է, երբ որ խոսում ես զոհաբերության, ընծայի, ձեռքդ հասցնես, օգնես մարդկանց, երկու տեսակ է լինում։ Մի տեսակն ասում է, ամեն փառք Աստծո, ես կլինեմ այն մարդը, որ կօգնեմ ուրիշներին։ Մյուս տեսակն ասում է, տենաս ինձ ով կօգնի։ Գիտես, Աստված ուզում է, մենք լինենք այն կարգավիճակի մեջ, որ ասում է, աղքատի համար հանկարծ ականջը չփակես։ Մեկ ուրիշ տեղ, ով որ աղքատին զրկե իրանը շատացնելու համար, ով որ հարուստին տալիս է, դա միայն կորուստի համար է տալիս։ Ով որ աղքատին զրկե իրանը շատացնելու համար։ Տես նորից խոսում է Աստված աղքատի մասին, ասում է մի զրկի աղքատին քոնը շատացնելու համար։ Սերներ, սուրբ ճանապարհով կա հարստանալ։ Եվ Աստված սա օրհնում է։ Եվ հետո էլ ասում է, եւ հարուստին էլ մեկ ուրիշ խոսքերով ասած շողոքորթություն մի արա, եթե սխալ է, ուրեմն սխալ է։ Մեկ ուրիշ տեղ, ով որ աղքատին տա, կարոտ չի լինի, բայց ով որ աչքերը թաքցնե, շատ անեծքներ կան նրա վրա։ Նորից ասում է, աղքատին օգնի։ Նորից Աստված ասում է, աղքատին հասի։
Մեկ ուրիշ տեղ Սաղմոսներում երանի նրան, ով որ հոգս է անում աղքատի համար։ Երանի նրան, Աստված ասում է երանի ես, որ աղքատին տենում ես ու իր համար հոգս ես անում։ Գիտես սովածա, մի աման կերակուր ես տալի, գիտես սովածա, օրտնում ես հացով, գիտես իր կարիքը, մի բանով լրացնում ես, Աստված ակնկալում է, որ իր ժողովուրդը պետք է ունենա ու տա։ Մի հրաշալի տեղ եմ ուզում կարդամ Երկրորդ Օրինաց 15:6-ից, որովհետև քո Տեր Աստվածը քեզ պիտի օրհնե, ինչպես որ քեզ ասել է, դու շատ ազգերի փող կտաս, բայց դու փող չես առնի, եւ դու շատ ազգերի վրա կտիրես, բայց նրանք քեզ վրա չեն տիրի։ Տես ո՞րն է Աստծո կամքը իր ժողովրդի համար։ 7-րդ խոսքը. Եթե քո Տեր Աստվածը քեզ տված երկրումը, քո քաղաքներից մեկումը, եղբայրները մեկ աղքատ լինի, սիրտը չխստացնես եւ ձեռքը չխփես քո աղքատ եղբորից, այլ անպատճառ ձեռքդ բաց անես նրա համար եւ նրա կարոտության բավական լինելու չափ փող տաս նրան։ Սերներ, ուզում եմ ձեզ մի բան ասեմ, 1000 ներողություն, բայց ուղիղ ասում եմ։ Գիտեք շատ հաճախ ինչ ենք լսում։ Հրյաները, սաղ Ամերիկայի բանկերը հրյաների ձեռն է, սաղ հարստությունը հրյաների ձեռն է։ Գիտեք ինչի, որտեղ գիտեն իրար օգնել, որտեղ գիտեն իրար բարձրացնել։ Ասում է, եթե տեսնես քո եղբայրներից մեկը աղքատ է, պակասության մեջ է, տուր այնքան, որ բարձրացնես իրան։ Ոչ բոլոր հայերս, բայց ուզում եք մեր հայերի համար, ես ինքս էլ հայ եմ ու իմ ազգին չեմ գցում, ես ճշմարտությունն եմ խոսում։ Մեր ազգի համար ինչ ենք ասում, հայը հային գցում է։ Հայը հային գցում է։ Բայց նստած ասում ենք, ադե հրյաներին, տեսես սաղ բանկերը, որտեղ Աստվածաշնչյան ճշմարտությունը պահում են։ Հայը հային նախանձում է, եթե մեկը խանութ դրեց, այն մեկն էլ կողքի, տեսար ինչ էր անում, ու նախանձից մեռնում է։ Հանկարծ մի լավ ավտո ունեցավ, նախանձից տրաքում է։ Հանկարծ ինչ-որ մի բան ձեռք բերեց, ոնց տեսար ինչի հասավ։ Իսկ այս ժողովրդի մոտ Աստված ասում է, լսի, հենց կտեսնես, մեկը պակասության մեջ է, ու դու կարող ես ձեռքդ մեկնի, օգնի, բարձրացրա։ Ու այսպես էլ իրանք անում են։ Այսպես էլ անում են։ Ես քաղաքականությունից չեմ խոսում, սիրելիներ, լավ ղեկավար են, վատ ղեկավար են, ես խոսում եմ ժողովրդի մասին։ Այսօր այդքան փոքր ժողովուրդ լինելով, այսօր այդքան աննշան ժողովուրդ լինելով, աշխարհի մեջ մեծ դեր է խաղում։ Ինչի, որտեղ գիտեն իրար օգնել։ Այսօր նամանավանդ մենք սիրելի եկեղեցի ենք, իրար կարիքները կարում ենք լրացնենք։ Գիտենք մեր կարիքները, մեր կողքինի կարիքը ինչի մեջ է, կարանք ինչ-որ մի բանի ձեռք մեկնենք, թե մտածում ենք, դե եղունգ ունես գլուխդ քորի, հա կարևորը իմ տունը լավ է։ Ղուկաս ավետարան 16:10 տես ինչ է ասում։ Քիչ բանի մեջ հավատարիմը, շատ բանի մեջ էլ հավատարիմ, իսկ քիչ բանի մեջ անիրավը, շատի մեջ էլ անիրավ։ Արդ եթե անիրավ մամոնայի մեջ հավատարիմ չեղաք, ձերը ով կտա ձեզ։ Եվ եթե օտարները եղող բանի մեջ հավատարիմ չեղաք, ձերը ով կտա ձեզ։ Ոչ մի ծառա երկու տիրոջ չի կարող ծառայել, որովհետև եթե մեկին ատի, մյուսին կսիրի, կամ եթե մեկին մեծարի, մյուսին կարհամարի, չեք կարող Աստծուն ծառայել եւ մամոնային ծառայել։ Սերներ, Աստված մեզ սովորացնում է, Աստված եկեղեցուն սովորացնում է ֆինանսի մեջ հաղթող լինել։ Եվ այստեղ կա մի հետաքրքիր խոսք, որ ասում է, անիրավ մամոնայի մեջ հավատարիմ պետք է լինես։ Այսօր ես խոսելու եմ սրա մասին, որ կան օրենքներ, կան կարգեր, որոնք մենք պիտի պահենք։ Հիշում եք Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերը, կայսրինը կայսրին, Աստծունը Աստծուն։ Սերներ, կա բաներ, որ մենք իրավունք չունենք դա չանելու։ Կա բաներ, որ մենք իրավունք չունենք դա աչք փակելու, թեքելու։ Կայսրինը կայսրին, Աստծունը Աստծուն։ Պարտքից դուրս գալու ամենաառաջին պայմաններից մեկը սիրելիներ։ Միգուցե կարող է քեզ համար ծիծաղելու թվա, բայց պիտի ասեմ, ու մոտդ գրես մեծատարերով։ Նոր պարտք չվերցնելու որոշում։
Պարտքից դուրս գալու ամենաառաջին կետը դա որոշում կայացնել, նոր պարտք չվերցնել։ Գիտեք, աշխարհում այսպիսի արտահայտություն կա, կարուսելի մեջ են ընկնում։ Այս մեկից վեկալում են մեկին են տալի, այն մեկից վեկալում են, որ սրանը տան, սրանից վեկալում են, որ նրանը տան, ու հետո ծերը չի երևում ու անեծքի մեջ թաթախվում են։ Սիրելիս, եթե ուզում ես Աստված քո կյանքում սկսի հրաշք անել, որոշում կայացրան նոր պարտք չվերցնել։ Ես հանդիպել եմ, ճանաչել եմ, ճանաչում եմ մարդիկ, որ պարտք վերցնելու մեջ շատ խիստ են, այսինքն չէ, աշխարհել շուրգա չեմ ուզում։ Բայց ճանաչում նույնպես մարդիկ, որ այնքան հեշտ են նայում։ Հա, չկա, դավայ, ումից կարանք վեկալենք։ Մի անգամից։ Ու թաթախվում են, թաթախվում են, թաթախվում են, թաթախվում են։ Գիտեք ինչի է նմանվում։ Պատկերացրա մարդը թեթև հագնվել է, դուրս է եկել, մրսել է, հետո գալիս է տուն, զգում է հիվանդացել է, աղոթում է, Տեր ջան, հրաշքարա բժշկվեմ։ Տերը հրաշքանում բժշկվում է, ու նորից թեթև հագնված գնա դուրս։ Հետո նորից գա, Տեր ջան, հրաշքարա բժշկվեմ, հետո թեթև հագնված գնա դուրս, հետո նույն բանն է, Տեր իմ Աստված օգնի պարտքից դուրս գամ ու գնանք նորից պարտք վերցնենք, Տեր իմ Աստված օգնի պարտքից դուրս գամ, գնանք նորից պարտք վերցնենք։ Սելի, սա չի աշխատում։ Պարտքից դուրս գալու առաջին պայմանը նոր պարտք չվերցնել։ Հույսդ բարձրացրու դեպի երկինք։ Հալելույա։ Հաջորդ բանը սիրելիս։ Ես այն օրը խմբակում սա ասեցի։ Եթե մարդ ես, տանդ մեջ սարդարանը փչացել է, ու չունես համապատասխան գումար հավաքած, որ առնես պրոդուկտը մթերքը չփչանա, գնում ես կրեդիտ ես վերցնում, Աստված օրհնի։ Դու գիտես քո ամսական բյուջեն, քո ամսական ծախսերը, վերցրա, փակի, դուրս արի, հաղթի անցի առաջ։ Բայց հաճախ տեսնում ես մոդայից հետ չընկնելու համար iPhone 15-ից 16, 16-ից 17, 17-ից 18, վարկը վարկի հետևից, կրեդիտի հետևից։ Հարևանս հեռուստացույցը փոխեց, ես էլ հեռուստացույցը փոխեմ։ Հարևանս տունը ռեմոնտ արեց, ես էլ տունը ռեմոնտ անեմ։ Հարևանս ավտոն փոխեց, բա մեր ավտոն հին է, մենք նա չթարմացնենք մեր ավտոն։ Ու այս վազքի մեջ մտնում են, կրեդիտները հավաքում են վրեքները, ու հետո ամեն ամսվա կրեդիտի օրը գալիս է, ճնշումները հելնում է, դեղերը խմում են, 1000 հոգու աղոթեք, Աստված հրաշք անի, էդի չի աշխատում։ Էդի չի աշխատում, սիրելիս։ Զսպի քեզ։ Զսպի, ժուշկալության պտուղ գոյություն ունի, Գաղատացիս 5-րդ գլուխ, ժուշկալությունը զարգացրու, ուզում եմ, բայց չպետք է անեմ։ Ուզում եմ, բայց չպետք է անեմ։ Նկատել եք այսօրվա վարկերի գովազները, ունեցիր հիմա, վճարիր հետո։ Հա, գիտես ինչի, որտեվ մորը փակում են, հո չեն ասում, գիտես ամեն ամիս տանջվելու ես, չեն ասելու էդի։ Վայլի հիմա, արի, մի անգամից տար։ Բայց նստեք հաշվեք, տեսեք ինչքան ավելի մեծ գին եք վճարում իրա հիմնական գումարից։ Նորից եմ ասում սրելիս, եթե այնպիսի իրավիճակ է, որտեղ դու գիտես քո բյուջեն, դու գիտես, որ կկարողանաս նորմալ տաս, պարզապես իրավիճակը ստիպում է, այն վիճակը, սառնարանա փչացե կամ ես ա եղե, անում ես, փակում ես, դուրս ես գալի, Աստված օրհնի։ Բայց դուրս արի այդ աշխարհի վազքից։ Դուրս արի ինչ-որ մեկին մի բան ապացուցելուց, դուրս արի, գիտես այդ կրուտո ինչ-որ զարգացած մոդայի կերևալուց, դուրս արի սիրելիս։ Ես քեզ ասեմ, շատ հաճախ, շատ Աստծո մարդիկ իրանց կրեդիտնի, ոչ թե բանկային սովորական քարտեր, այլ այդ կրեդիտ տրվող քարտերը ճղում, ջարդում, գցում են, ես կրեդիտից հեռու եմ, всё։ Սիրելիս, հաջորդ բանը, եթե պարտք ես ու ուզում ես Աստված քեզ հրաշք անի քո կյանքում, կրիր պատասխանատվություն պարտքդ փակելու։ Եթե թեկուզ անգամ քեզ պարտք տվողը քրիստոնյա է, հոգևոր է, մի ասա դե հավատացյալ է, թո ների։ Կների թե չի ների, դա իր գործն է, քո պատասխանատվության մեջ մտնում է 10։ Քո պատասխանատվության մեջ մտնում է վերադարձնես, մոտեցիր իրան, ասա գիտես, ես գիտեմ, որ պարտք եմ, ես գիտեմ, որ քեզ պիտի տամ, բայց իմացի ես չեմ փախնում դրանից, քիչ, կաղոթեմ, կաշխատեմ, կբերեմ, կփակեմ, ուզում եմ դու իմանաս։ Գիտեք հաճախ ինչ եմ լսում,
Հովիվ ջան, պարտքա, բայց իրան նենց է պահում, ոնց որ ես եմ իրան պարտք։ Ասում գոնե մոտենա ասի, չեմ կարում տամ, մի քիչ էլ համբեր, ասում հարց չկա, կհամբերեմ, բայց ասում իրան գցելա պեչենու բաղերը։ Կներեք իհարկե։ Գիտես, ուզում ես հրաշքանի Աստված քո կյանքում, մոտեցի այդ մարդուն, ասա ես չեմ փախնում։ Ես հիշում եմ, ես գիտեմ, ես կրում եմ պատասխանատվություն, ես պարտավորվում եմ դա վերադարձնել։ Դու ինձ հետ ես սիրելիս։ Ես այսօր չեմ խոսում նրա մասին, որ դու պարտք ես տվել, ոնց դու վարվես։ Աստվածաշունչը մեզ ասում է, տալուց այնպես տուր, որ երբ որ քեզ չտան, չնեղանաս։ Այսքան բան կասեմ։ Տալուց այնքանը տուր, որ եթե քեզ չտան, դու ասես ջանդ սաղ լինի։ Իսկ եթե ավել ես տվել ու հիմա մեջից դուրս ես գալիս, այդ արդեն դու գիտես։ Աստծո խոսքը իմաստություն է մեզ տալիս։ Ես հիշում եմ Հայաստանում մեր հարազատներից մոտիկացան եկեղեցու անդամներից, Հովիվ ջան, ոսկեղենս դրեցի բանկի տակ, որ ես ինչ մարդը իր համար փող վեկալի, հիմա չի գնում, փողը չի տալիս, որ ոսկեղենս հանեմ, հեսա մարդս էլ խոպանից գալիս է, որ իմացավ, գլխիս ինչ կանի, մի բան արա, ասում, Հովիվն ինչ անի։ Հովիվն ինչ անի։ Նախ, որ Հովիվը սովորացրել էր, ոչ մեկին երաշխավոր մի կանգնեք, երկրորդը, որ գնաց եք կանգնել ես, ինձ հարցրել ես, ես ասել եմ հա, որ հիմա եկել ես ասում ես Հովիվ ջան, մի բան արա։ Տալուց մի հատ հարցներ, կասեի մի արա, բայց որ գնաց է արել ես, լավամարդ ես եղել, ուրեմն մինչև վերջը լավամարդ մնա։ Հասկանում ենք սերներ, Աստվածաշունչն ասում է երաշխավոր մի եղի ուրիշի փոխարեն։ Երաշխավոր մի եղի։ Գարս ասում կամո ջան, փող պետք է վեկալեմ, կգաս ինձ երաշխավոր կանգնես, Հովիվ ջան, հարց չկա, գիտես սարի պես մեջքիդ կանգնած ենք։ Գնում ենք երաշխավորությունը կանգնում ենք, հետո չեմ կարում տամ։ Բանկը գալիս է կամոյի ավտոն տակից վեկալում է։ Ու կամոն, բա խայտարակ արեց էլի մեզի, բա եկանք երաշխավոր կանգնանք մել ավտոստակիցը ստանում են։ Գիտես ինչն է, երաշխավորի կարգը ինչումն է, որ եթե ինքը չկարանա փակի, ես կփակեմ իր փոխարեն։ Սա է երաշխավորությունը։ Երաշխավորությունը լավ տղա լինելը չի, բարձ չկա, հասկանում եք սրելներ։ Իսկ եթե ի վիճակի չես, հանգիստ ասա, որ ջան, 1000 ներողություն, եղբայր ջան, ընկեր ջան, քուր ջան, ես չեմ կարա։ Իմ հնարավորությունների մեջ դա չի մտնում։ Չէ, հարց չկա, 100% նախ փակող ենք։ Ու գիտեք ինչքան կռիվներ, բարեկամների մեջ ինչքան բաժանություններ, հարևանների մեջ ինչքան կռիվներ, ու բոլորը ասում են 100% տալու եմ։ Հիմա հարց է ծագում, հիմա ինչ Հովիվ ջան սովորացնում ես չօգնենք։ Չէ, ես չեմ սովորացնում չօգնենք։ Այնքան օգնի, որ եթե չտան, ասես ջանդ սաղնի։ Հայաստանում մեր տատիկներից մեկը եկավ ասեց, Հովիվ ջան ասեց, տղես իմ թոշակի հաշվին գնաց փող վեկալեց, ավտո առավ, հիմա տաքսի ա քշում։ Սխալ եմ արել, որ կրեդիտ եմ բանում, երաշխավոր եմ կանգնել։ Ասի չէ, ասի տատի ջան, դու քո տղեն ա պահում մեկա։ Տայել, չտայել, ինքն է սաղ անելու, չէ, դու բան չես անում, չէ, ասում ես բան չեմ անում, ոչ աշխատում եմ, ոչ էլ։ Հասկանում եք, սա ուրիշ է։ Սա ուրիշ է, մեկը տան գումարը ամբողջությամբ տղեն է տնտեսում։ Հիմա տղեն որոշել է մամայի թոշակի հաշվին փող վեկալի տաքսի քշի կամ էս անի, դա իրանք գիտեն։ Դա իրանց ընդհանուր բյուջեն է։ Հասկանում ենք սրելներ։ Սրելիս Աստծո խոսքը կարդացինք, անիրավ մամոնայի մեջ հավատարիմ եղիր։ Մամոնան այս աշխարհի սիստեմն է, ես անցած հավաքույթին ասեցի։ Մամոնան դևն է, բայց փողը կեղտոտ բան չի, փողի ետևում կանգնած այդ ոգին է մամոնան։ Այս աշխարհի սիստեմն է այդ մամոնան։ Ու գիտես ինչն է հետաքրքիր, որ Աստված ասում է, այդ սիստեմի մեջ պետքա քեզ ուղիղ պահես։ Այդ սիստեմի մեջ դու պետքա հավատարիմ լինես, արդար լինես, ճիշտ լինես։ Դու չես կարա խաբես, չես կարա գողանաս, չես կարա ֆռցնես այդ սիստեմի մեջ ու հետո ասես Աստված ջան, արի օգնի։
Չես կարա բիզնեսի մեջ խալտուրա անես, օրենքներ խախտես ու հետո ասես Աստված ջան, արի օգնի։ Հիշում եք, երբ որ Տեր Հիսուսը Պետրոսին հարցեց, ասեց. Պետրոս, ինչ էին խոսում մեր մասին։ Ասեց հարկերի մասին էին խոսում։ Ինչ ասեց, Հիսուսը չասեց, չի ասեց. հա, դե լավ, մենք չենք հետ այդ հարկը, մեզ պետք չի։ Մենք կարանք չտանք։ Չէ, Հիսուսը ասեց, Պետրոս ասեց, գնա, ձուկը բռնիր, կտաս իմ փոխարեն ու կտաս քո փոխարեն, որ հանգարց գայթակղություն չլինի։ Հալելույա, սիրելիս։ Գիտես, ես շատ անգամներ եմ սրա մասին խոսել ու ուզում եմ քո սիրտը հավատքով հաստատվի։ Մի վախեցիր, սիրելիս, վստահիր Աստծուն, Աստված կորտնի քո արդարությունը։ Պետք չի ջրի փողը գողանալ։ Պետք չի ջրի շոչիկի վրա մագնիս դնել, այդ մի քանի կոպեկը շահել, դա գողություն է։ Թեկուզ 20 ռուբլի, թեկուզ 100 ռուբլի, դա գողություն է, սիրելիս։ Մի արա դա, այդ ջուրը անուշ խմի, առանց գողանալու։ Գիտեք, ես հիշում եմ, սրա մասին էլի եմ պատմել, երբ որ նոր ամենաառաջի անգամ նոր տեղափոխվել ենք այստեղ։ Մեր տանտերը ջրի շոչկի վրա մագնիս էր դրել։ Ու երբ որ ցույց էր տալիս մեզի տունը բան, հետո էլ ասում է, դե ասում է, ստեղ էլ մագնիսը դրել եմ, ասում է, խմի նազդարով է։ Ասում չեմ ուզում հանի։ Չեմ ուզում հանի։ Ասում լուրջ, ասում հա։ Ասում հիշում ես, չէ, ես ասեցի, ես քրիստոնյա եմ։ Ասում հա, ասում ես կհելնեմ, հետո ինչ ուզում ես արա։ Իմ ժամանակ ես ուզում եմ իմ խմած ջուրը վճարեմ։ Գիտեք, ես հիշում եմ Հովիվ Արտուրը մի անգամ պատմում էր, ասում լույսի փողը շատ էր եկել, լույսի մարդը գալիս է, ասում դե Արտուր ջան, կարան կնենց անենք, մեր 2 կոպեկ տաս, հոսախ չվճարես, կեսը վճարես։ Ասում չէ, եղբայր, արդարությունը թանկ հաճույք է, բայց ես դա պիտի անեմ։ Ինչքան գրել, այնքան էլ ասա։ Գիտեք ինչի, հարցը այնի չի, որ այս րոպեին մեր 2 կոպեկ քար անենք։ Հարցը նրանումն է, որ երբ որ մենք այդ գողությունն անում ենք, հիմա կասես գողություն պետությունից են գողանում, իրավունք ունենք պետությունից գողանալու։ Գիտեք ոնց են արդարացնում, պետությունը մեզանից այնքան է գողանում, որ այդ ինչ է։ Սիրելիներ, Հիսուսը չասեց, որ քեզանից գողանում են, դու էլ կարաս գողանաս։ Հիսուսն ասեց, դու գողություն մի արա։ Դու գողություն մի արա։ Սպիտակում ապրում էինք, սեփական տունը։ Ջրի հետ խնդիր կար, էլի տես լևի ջուր կար։ Փակեցի այդ լևի ջուրը։ Ձմեռվա դեմ էր այդ ջրերը մաքրում էինք, տրուբեքը մաքրում էինք, փակեցի այդ լևի ջուրը։ Գարունը եկավ կողքի հարևանը։ Բարև, ոնց ես, լավ եմ։ Բա գիտես, ամեն տարի մեզի քո տանտերը ջուր ա տվել։ Ասի ուրախ եմ, ես արդեն շոչիկ եմ դրել, իմ շոչիկից չեմ կարա տամ, դու քո շոչիկով քո ծառերը ջրի։ Ասում ոնց, ասում անջատել ես, ասում հա։ Բխես անջատել, ասում ես հավատացյալ եմ։ Ես քրիստոնյա եմ, բայց ծառերը ոնց ես ջրելու։ Ասի իմ շոչիկով ջրով։ Ես չգիտեմ հավատաց թե չհավատաց, բայց կենթանի Աստված որը տենց եմ արել։ Բա ոնց ես այդ սաղ ծառերը ոնց ես ջրելու։ Կջրեմ, գումարն էլ կտամ։ Ես վստահում եմ Աստծուն, որ Աստված կօրհնի իմ արդարությունը։ Հասկանում եք, սիրելիներ։ Գիտեք, մենք մի բան պիտի հասկանանք, որ եթե մենք այդ գողության ոգուն թույլ ենք տալի գա մեր կյանք, այդ ոգին մեզանից էլ է գողանում, ինքը մեր ընկերը չի։ Ինքը մեր ընկերը չի։ Ինքը քեզ օգնում է գողանաս, հետո էլ ուրիշին օգնելու է քեզնից գողանալ։ Հալելույա, սիրելիս։ Ես ուզում եմ, ես ու դու պատկերացնենք, որ մենք Քրիստոսի հետ ենք քայլում։ Մենք Քրիստոսի հետ ենք քայլում, ու Քրիստոսը մեր հետ է ամեն քայլափոխին։ Մենք ասում ենք, չէ, Հիսուս ջան, մեր հետ է Սուրբ Հոգին ներսում ես։ Կա մարդ, որ հավատում է, որ այդպես է։ Դու պատկերացնում ես ջրի շոչիկին մագնիս ես դնում, ու Սուրբ Հոգին հետը ասում է, լավ չես դրել, մի քիչ դզի։ Կարա տենց բան լինի։ Գիտես, դու այդտեղ տրտմեցնում ենք Սուրբ Հոգուն։ Այդտեղ տրտմեցնում ենք Սուրբ Հոգուն, ու հետո ասում ենք, Տեր ջան, պարտք ունեմ, նա խնդրում այդ պարտքը օրհնի, ասում եմ, մագնիսը թանի։
Մագնիսը թանի, գողության ոգում բերը քիպ կպցրել ես։ Մագնիսը թանի։ Եթե ավել զդաչի են տվել, զդաչին հետ տարտուր, մի ասա օրտնվել եմ։ Ես հուսով եմ ինձի մեքենա ունեցող եղբայրներն ու քույրերը կներեն։ Դու Հիսուսը, ուզում եմ քեզ ասեմ, եթե հայտնություն չես ունեցել, հայտնություն եմ տալիս։ Հայտնություն ունենալուց հետո նոր պատասխան կտանք։ Կարող ես նստած ելնես, ասես հով ջան, երբեք այտենց չէի մտածել, բայց հիմա հասկացա։ Դու Հիսուսը, գալիս եք եկեղեցի, ավտոյից իջաք, Հիսուսն ասում է, համարները հանի։ Հա? Համարները հանի, բայց կամո ջան, համարները հանի, հեսա իմ նկարող ավտոն կգա։ Հա? Հետո գնանք աղոթենք, Հիսուս ջան, օգնի պարտքերս փակվի։ Համարներդ մի հանի։ Մի հանի։ Կանգնել ես վճարի, ես կորտնեմ։ Սեներ սիրուն չի, սազական չի, քրիստոնյային։ Ես չեմ ուզում ոչ մեկին վիրավորեմ, սաղդ էլ մենք քուր աղբեր ենք իրար, ես գիտեմ էլ անգամ ու երկար սրա մասին աղոթել ու մտածել եմ, երբ խոսամ, երբ ասեմ։ Չի սազում մեզ։ Գիտես անգամ լսել եմ արտահայտություն, եկեղեցու եղբայրը գալիս համար է հանում, բայց դա ոնց կլինի։ Ես չգիտեմ, բայց արի մեր մակարդակը բարձրացնենք։ Արի մեր աստվածապաշտությունը բարձրացնենք։ Այսօր չեմ ուզում, նորից եմ ասում, ինչ որ մեկին վիրավորացնեմ, այսօր ուզում եմ ես, դու միասին մեր սրբության որակը բարձրացնենք։ Չի սազում, սիրելիներ։ Ուզում եմ դու մտածես, Հիսուսը գար ավտոյից իջներ, համարները կհաներ։ Չէր անի։ Ես չեմ ճանաչում այտենց Հիսուսի։ Չէր անի։ Ու չէր էլ ասի, դե պետություն այնքան է մեզանից գողանում, որ չէ, ասեր ես հավատում եմ, մի հատ այնպես ձուկ կբռնեմ, համ այն փողը կլինի, համ այն փողը կլինի, Աստված օրհնում է քո արդարությունը։ Ես խոսում եմ նրա մասին, որ թույլ տանք գերբնականը գա մեր կյանք, արտասովորը գա մեր կյանք, որ վստահես Աստծուն ու Աստված քեզ դռներ բացի, հրաշքի ճանապարհներ բացի։ Հալելույա սիրելիս, ես քո համար մի քանի հրաշալի տեղ եմ պատրաստել, որ խնդրեմ ցիթեզը կարա ծառայի։ Առաջին Թագավորաց 4 գլուխ 1-ից Եվ մարգարեների որդկանց կնիկներից մեկը աղաղակեց դեպի Եղիսեն ասելով. Ծառատ, իմ մարդը մեռել է, եւ դու գիտես, որ ծառատ երկյուղած էր տերիցը, բայց պարտքատերերը եկել են, որ իմ երկու երեխաներին իրանց համար ծառա անեն։ Դες ծառայողի ընտանիքա, մարգարեի կինա, մարգարեն մահացել է, պարտքեր ունեն ընտանիքում, ու վազում է մեկ ուրիշ մարգարեի մոտ, մեկ ուրիշ Աստծո մարդու մոտ։ Գիտես, այս միս Աստծո մարդուն Եղիսեին նայենք որպես Աստծո խորհուրդ, նայենք որպես եկեղեցու խորհուրդ, երբ որ պարտք ուներ, գիտեր ճիշտ տեղ վազել։ Ոչ թե վազում էր պարտքատերերի ու բանկերի մոտ, բա երեխեքից գերի են տանում, ծառա են տանում, մի բան արեք, այլ վազում էր Աստծո առաջ։ Վազում էր Աստծո առաջ, վազում ասում է գիտես, որ երկյուղած ապրել ենք, բայց պարտք ենք ունեցել ու պարտքի պատճառով հիմա եկել են ու երեխեքիս ուզում են գերի տանեն։ Եվ Եղիսեն ասեց նրան. ես քեզ ինչ անեմ, ասիր ինձ, ինչ ունես տանդ։ Եվ նա ասեց, աղախինդ իր տանը ամենևին ոչինչ չունի, բացի մի յուղի ամանից։ Բացի մի յուղի ամանից։ Ինչ ունես, ոչ մի բան, մի յուղ ունեմ։ Եվ նա ասեց, գնա,
դրսից քո բոլոր դրացիներից դատարկ ամաններ ուզիր, քիչ չհավաքես։ Գիտես, այստեղ Աստված այս կնոջ կյանքում փոփոխություն ա բերում։ Ուզում եմ քեզ ասեմ, ուզում ես քո ֆինանսական մակարդակը փոխվի, փոխիր քո մտածելակերպը։ Փոխիր քո ընդունելու կարողությունը, քո մտքի չափը փոխիր։ Շատ հաճախ մեր ֆինանսական բյուջեն սահմանափակված է մեր մտքով։ Շատ հաճախ մեր ֆինանսական բարգավաճումը սահմանափակված է մեր մտքի սահմաններով։ Ինչքան տեղ ենք տալիս, այնքան Աստված լցնում է։ Այս կինը մի յուղ ուներ, մի կճուճ ուներ յուղով։ Ասма գնում ես լիքը, չի ասում 5 հատ, 4 հատ, ասма քիչ չհավաքես, լիքը սա հարևաններից իրաց դատարկ ամանները հավաքի։ Գիտես, այս կինը իրանից կախված էր, իր այդ հավաքելուց կախված էր, ոնց է ինքը հավատում ու ինչքան է հնարավորություններ բացում։ Այսօր եթե ուզում ես Աստված փոխի քո ֆինանսական վիճակը, մեծացրու քո մտքի չափը, մեծացրու քո ընդունելու կարողությունը։ Գիտես, եթե ամսական բյուջեն քո ինչ-որ մի X գումար է կազմում, սկսիր հավատալ 2X-ին, 3X-ին, սկսիր մեծացնել քո մտքի սահմանները ու մեծացրու այնքան, որ նույնպես դու հաշվի առնես, կարողանալու ես օգնես ուրիշներին։ Մի անգամ Աստծո մարդուն ասում են, ինձ շատ բան պետք չի, մի հատ խրուշովկա տուն ունենամ, այսքան փող ունենամ, ինձ հերիք է։ Ասում դու շատ եսակենտրոն ես։ Ասում ինչի։ Ասում դու կարաս հավատաս մի քանի 3 սենյականոց կվարտիրաների համար ու չես անում։ Ասում դե չունեմ այդ խնդիրը, որ պետք է կանեմ։ Ասում դու եսակենտրոն ես։ Ինչի։ Եթե կարաս հավատա մի հատ 3 սենյականոց տուն ունեցի, էդին նվեր տուր ուրիշին, դու գնա քո մի սենյականոց խրուշովկայում ապրի։ Կանես, չես անի։ Իսկ եթե գիտես, որ այն սահմանափակ մտածելակերպն է, այն մարդ այսքանն էլ էսի հերիք է, էսի շատը ինչ ենք անում, շատը բան չենք։ Սերի շատը ունեցի, շատին օգնի։ Շատը ունեցի, շատերին ձեռք մեկնի։ Ասում քիչ չհավաքես։ Այսօր ուզում եմ քեզ ասեմ, դու էլ քիչ չհավաքես։ Քիչ չհավաքես։ Եվ տունդ մտիր ու դուռը քո ետևից եւ քո մարդու որդկանց ետևից կողպիր եւ յուղը ածիր այն բոլոր ամանների մեջ եւ լցվածները վեր առ։ Եվ կինը գնաց նրա կշտից եւ դուռը կողպեց եւ իր ետևից եւ իր որդկանց ետևից նրանք իրան ամաններ էին տալիս եւ նա ածում էր։ Ինչ հետաքրքիր ինչ գեղեցիկ տեսարան է։ Կճուճները հավաքում են, ամանները հավաքում, մտնում տուն։ Խելոք ամանի մեջ իր այդ մի կուճ յուղից լցնում է, տալիս է, թազեն տալիս է, լցնում է, տալիս են, ու այդ չի պրծնում, չի վերջանում։ Սրտից ես ասել եմ ու էլի կասեմ, եթե ամբողջ քաղաքում տնտեսությունը կանգնի, քո տնտեսությունը պետք է առաջ շարժվի։ Այն մասնագիտությունը, որ ունես, կապ չունի ինչ մասնագետ ես, արհեստավոր ես, կապ չունի, դու կլենտ պիտի ունենաս, քո կլենտները չեն վերջանալու, քո հաճախորդները չեն վերջանալու, քո օրհնությունը կախված չի ամառից ձմեռը չորանում է, քո օրհնությունը ամառ, ձմեռ կա։ Հովջանը տենց ոնց կլինի, իրես կա վկայություն։ Նախ մի վկայություն իմ անձնական կյանքից պատմեմ, Սպիտակում ձմեռը եղբայրներից մեկը ինձ ճանապարհում է Երևան պիտի գնամ, կանգառում կանգնած ենք, տրանսպորտը դեռ չի շարժվել, ասում հա Արտուր ջան, ինչ կա, լավ է գործը, չէ, դե հով ջան, նոր տարուց հետո սառում է գործը, կանգնում է մինչև մարդը տենց կանգնում է,
Գիտես, այդ ժամանակ ես էլ էի գործի մեջ, առևտրի մեջ, ու իմ մոտ էլ էր այդ նույն ձևի։ Հա, ասում, ճիշտ ես ասում, Արջան, մերն էլ է տենց, մինչև մարդ կանգնում է, մարտից հետո մարտի 8-ով, բանը տենց նոր գործը բացվում է, սենց են, որ ասում է իրար անհավատությունով սրսկում էինք, գործ չկա, գործ չկա, գործ չկա, գործ չկա։ Տրանսպորտը շարժվեց, նստեցի տրանսպորտ, հետ շարժվեցի, մեկ էլ Սուրբ Հոգին սկսեց հետս խոսել։ Գիտեք ոնց էլ եմ որ սենց թասիբով Աստծո Հոգին հետս խոսում, ասում մալադեց քեզ։ Ու զգում եմ հանդիմանում է։ Ասում Տեր ինչ եմ արել։ Ասում այդ տղու հովիվն ես։ Գոնե իրան հավատք տաս։ Քո անհավատությունով իրան ես լցնում, ինքն իր հավատությունով քեզ է լցնում։ Դու քո անհավատությունով իրան ես լցնում։ Ասում Տեր ինչն եմ սխալ արել։ Ասաց քո օրհնությունը ամառ ձմեռից չի կախված, քո օրհնությունը ինձանից է կախված։ Զանգել եմ Արտուրին։ Ասում Արտուր, հիշում ես նոր ինչ էինք խոսում, ասում հա, ասում մոռացի։ Ասում հով ջան ինչ ա եղել, ասում կգամ կասեմ մոռացի։ Մոռացի կգամ կբացատրեմ։ Ասում լավ եղավ հով ջան, հետո գնացել եմ բացատրում եմ։ Ուրեմն մեր եղբայրներից մեկը պատմում է, ով որ քարի գործ է անում։ Ձմեռը քարի գործը կանգնում է։ Ու աշնանը էլ զագատովկա թազա չեն անում քարի, այդ պեմզաբլոկ որ բետոնից սարքում են, որտեվ ձմեռը գալի խոնավ է, էսա այդքան մնա, բան դժվար է։ Ասում եմ լսում եմ Աստծուց, որ ասում է քարի զագատովկա արա։ Ասում Աստված ջան, դեմը ձմեռը ես քարը անեմ, այդքան փող քնցնեմ, ինչ, ոնց եմ ձմեռը դուրս գալու։ Աստված ասում է քար զագատովկա արա։ Ու գիտես ես քեզ ասեմ, ինքն է պատմել Երևանում ծառայության ժամանակ։ Նոր տարին անցավ։ Մի հատ շինարար որոշում է, մեծ շինարարություն է, որոշում է քար առնի, ու որ քարի ցեխին դիմում է, ոչ մեկ զագատովկա չեն արել, մենակ ես եմ զագատովկա արած, շարը դրել։ Ասում եմ, սաղ քարերս ինչքան արել էի, եկան ու տարան։ Գիտես, Աստված գիտի քեզ ոնց օրհնի։ Աստված գիտի քեզ ոնց օրհնի։ Իսահակի համար հիշում եք ինչ ասեց, սովի ժամանակ ցանեց։ Սովի ժամանակ ցանեց։ Հիմա սիրելիս ես կինը վերցրել է բոլոր այդ ամանները, դրել է ու մի ամանից լցնում է։ Մի ամանից։ Եվ տունը մտիր ու դուռը ետևից հետ փակիր եւ որդկանց ետևից կողպիր եւ յուղը ածիր այն բոլոր ամանների մեջ եւ լցրածները վերար։ Եվ կինը գնաց նրա կշտից եւ դուռը կողպեց եւ իր ետևից եւ որդկանց ետևից նրանք իրան ամանները տվին եւ նա էլ ածում էր։ Երբ որ ամանները լցվեցան, ասեց իր տղային. «Էլ աման տուր ինձ», եւ նրան ասեցին. «Էլ աման չկա», եւ յուղը դադարեց։ Գրես Աստված ինչքան օրհնեց, այնքան ինչքան տեղ ունեին։ Այնքան օրհնեց, ինչքան որ տեղ ունեն։ Հիմա եթե ուզում ես Աստված քեզ օրհնի, մեծացրու տեղ։ Ընդունելուդ կարողությունը մեծացրու։ Հալելույա։ Ընդունելուդ կարողությունը մեծացրու սիրելիս։ Ուտես ամեն Փառք Հիսուսին։ Ուտես ինչ է ասում։ Եվ կինը եկավ ու պատմեց Աստծո մարդին, նա էլ ասեց. գնա, յուղը ծախիր, պարտքդ վճարիր եւ մնացածով ապրիր դու եւ տղերքդ։ Պարտքերից ազատող Աստված։ Պարտքերից ազատող Աստված սիրելիս։ Որ ոչ միայն պարտքերից ազատեց, այլ մի բան էլ ավել ցուկով տվեց։ Պարտքդ կփակես, նա էլ հենց տղեկիդ հետ կապրես։ Մի հրաշալի տեղ նույնպես։ 4-րդ Թագավորաց 6-րդ գլուխ։ Եվ մարգարեների որդիկն ասեցին Եղիսեին. ահա այստեղը ուր որ մենք բնակվում ենք, քո առաջին մեզ համար նեղ է։ Սերներ նորմալ է, մեղք չի, որ Աստծուն ասում ես մի բան քիչ է, մի քիչ շատ եմ ուզում, էս էլ եմ ուզում, այն էլ եմ ուզում։ Աստծո, հա, ժողովուրդը որդիներն եկան, մարգարեին ասում են, այն ինչի մեջ որ կանք, քիչ է մեզի։ Նեղություն է։ Թող գնանք մինչև Հորդանան եւ ամեն մեկս վեր առնենք այնտեղից մեկ գերան եւ այնտեղ մեզ համար տեղ շինենք այնտեղ բնակվելու եւ նա ասեց գնացեք եւ նրանցից մեկն ասեց բարեհաճիր դու էլ գնա ծառաներիդ հետ եւ նա էլ ասեց կգնամ սա էլ գիտես որ նա որ քո բիզնեսի մեջ անպայման Աստծուն կանչես
քո բիզնեսի մեջ անպայման Աստծո համար տեղ ունենաս, որ երբ որ Աստված գա, երբ որ Հիսուսը գա քո բիզնեսի մեջ, դու չամաչես։ Հիսուս ջան, այնքան խալտուրա ունեմ, այդ սենյակ մի մտի։ Ասում գնում ենք, քեզ էլ հրավիրում ենք, արի, Աստծո մարդը, Աստծո խորհուրդն է այստեղ։ Եվ նրանցից մեկն ասեց, բարեհաճիր, դու էլ գնա ծառաներիդ հետ, եւ նա ասեց կգամ, եւ գնաց նրանց հետ, եւ եկան Հորդանան եւ ծառերը կտրում էին, եւ մեկը գերանը կտրելիս տապորի երկաթը ընկավ ջուրը, եւ նա գոչելով ասեց, վայ, Տեր իմ, նաեւ փող առնված էր, այսինքն պարտքով էի վերցրել։ Տապորով գործ են անում, իրանց համար ծառ են մաքրում, տեղ են ազատում, որ տները լայնացնեն, տարածքները մեծացնեն, ու այդ տապորն էլ պարտքով էր, այն ժամանակ այդ ամեն ինչը թանկ գործիքներ էին։ Տապորի գլուխը թռնում, ընկնում է ջուրը։ Ինչ է անում, Տեր իմ, պարտքով էր առնված։ Եվ Աստծո մարդը ասեց, ուր ընկավ, եւ նա տեղը նրան ցույց տվավ։ Նա էլ մի փայտ կտրեց եւ գցեց այնտեղ եւ երկաթին լողալ տվավ։ Սեներ, սա գերբնական է։ Այսօր ես ու դու գիտենք ֆիզիկայի բոլոր օրենքների համաձայն երկաթը չի կարա լողա։ Երկաթը սուզվում է ջրի տակը։ Սա խոսում է նրա մասին, որ ես ու դու հավատանք Աստված կարա գերբնական ձևով մեր պարտքերը փակի Հիսուսի զորավորանով, ասա ամեն։ Հակառակ բոլոր ֆիզիկայի օրենքներին, հակառակ բոլոր քիմիայի օրենքներին, հակառակ բոլոր տնտեսության օրենքներին Աստված կարա երկաթին լողալ տալ Հիսուսի անունով։ Փայտը գցում է, երկաթը լող է տալիս։ Եվ ասում է, եւ ասեց, այդ վեր առ, նա էլ ձեռքը մեկնեց ու վեր առավ նրան։ Պարտքերից ազատող Աստված։ Հալելույա սիրելիս, ես ուզում եմ կանգնենք ոտքի հիմա։ Դու հիշում ես, սկզբում դու թուղթ էիր գրել։ Այդ թուղթը քո ձեռքի մեջ է կամ հեռախոսի մեջ ես նշել քո պարտքի չափը։ Ես ուզում եմ դու նայես այդ թվին ու հավատաս, որ Աստծո համար անհնարին բան չկա։ Ես ուզում եմ դու նայես այդ թվին ու հավատաս, որ Աստված երկաթին լողալ է տալիս։ Ես ուզում եմ դու նայես ու հավատաս, որ Աստված քեզ այնքան յուղ կտա, այնքան աշխատանքիդ մեջ օրհնություն կտա, այնքան աշխատանքիդ մեջ հաջողություն կտա, որ բոլոր պարտքերդ կփակես ու մի բան էլ ավելցուկ կմնա քո եւ քո տան համար Հիսուսի անունով, ասա ամեն։ Նայիր քո թվին, նայիր քո թվին, թող այդ թիվը, որ մեծ սրտիդ մեջ խոսում էր, գողիաթ էր դարել, այսօր փոքրանա ու ոչինչ դառնա Հիսուսի անունով։ Այդ թիվը, որ մեծացել էր ու անհնարին էր դարձել, ոնց հասա մարվելու, թող դա փոքրանա։ Թող դա մաշվի, քո աչքերի առաջ փոքրանա ու քո Տիրոջ զորությունը մեծանա, ամենակարող Աստծո առաջ անհնարին ոչինչ չկա։ Այսօր խաբում է։ Սատանան խաբում է ու չի ուզում, եկեղեցում մի խոսացեք ինչի, որ գերության մեջ պահի, բայց այսօր մենք ենք նրա կոկորտից բռնելու ու քայլելու օրհնության մեջ Հիսուսի անունով։ Ամենասկզբում կարդացի, որ պարտք վերցնողը ծառայ է դառնում պարտվողին, իսկ մեր Աստված ազատող Աստված է։ Հալելույա մեր Տիրոջը։ Արի խոնարհենք մեր գլուխներն ու աղոթք անենք։ Փառահեղ Աստված։ Շնորհակալ ենք քո խոսքի համար։ Շնորհակալ ենք քո ներկայության համար։ Շնորհակալ ենք քո հայտնությունների համար։ Փառահեղ Տեր։ Զորությունների Աստված։ Շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք, որ դու գալիս ես քո զավակների կյանք, գալիս ես քո ժողովրդի կյանքի մեջ, ու դու տեսնում ես ամեն մեկը, ով ինչի մեջ ծանրացած է, ով ինչի մեջ խեղճացած է, ով ինչի մեջ գերի բռնված է,
Եվ դու ազատող Աստված ես։ Մենք այսօր քեզ բարձրաձայնում ու ասում ենք, մենք ճանաչում ենք պարտքերից ազատող Աստծու։ Մենք ճանաչում ենք հրաշքներ անող Աստծու։ Մենք ճանաչում ենք այն Աստծուն, ով այնպես անում, որ յուղը չի դադարում, ով այնպես անում, որ երկաթը լողալ է տալիս։ Մենք ճանաչում ենք այն Աստծուն, որ այս տնտեսության մեջ օրհնություններով է լցնում։ Հիսուս Քրիստոսի փառահեղ անունով մենք ճանաչում ենք այն Աստծուն, ով այնպես է օրհնում, որ եթե ոչ ոք չունենա հաճախորդներ, դու պիտի ունենաս հաճախորդներ։ Եթե ոչ ոք չունենա գործ կամ ինչ-որ զակաս առաջադրանք, դու կունենաս Հիսուսի փառահեղ անունով։ Աստված գիտի օգնել, Աստված գիտի օրհնել, Աստված գիտի բարձրացնել իր եկեղեցուն, իր ժողովրդին Հիսուսի զորավոր անունով։ Մենք շնորհակալ ենք փառահեղ Տեր։ Հիմա մենք խոսում ենք ամեն մի պարտքին, ամեն մի կրեդիտին, ամեն ծանրացած այդ ֆինանսական տկարությանը Հիսուս Քրիստոսյանով։ Մենք ասում ենք, որ ամեն պարտք չորանա, մարվի ու վերանա Աստծո ժողովրդի կյանքից Հիսուս Քրիստոսի անունով։ Մենք ասում ենք, որ Աստծո օրհնությամբ, Աստծո զորությամբ ամեն մի պարտք չորանա ու մարվի։ Չորանա ու մարվի Հիսուսի զորավոր անունով։ Աղոթում ենք, որ Աստծո օրհնությունը գա, ինչպես որ այն կնոջ կյանքում յուղը չէր պակասում, ինչպես որ այն Աստծո մարդու կյանքում երկաթը լողալ տվեց, այնպես էլ աղոթում ենք, որ գերբնական միջամտություն լինի ամեն մեկիս կյանքում Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Մենք ասում ենք շնորհակալ ենք Տեր, խնդրում ենք իմաստություն Տեր, նույնպես մեր հավատքը հաստատես, որ նոր պարտքեր չվերցնենք, նոր ձևով պարտքերի ծանրության տակ չմտնենք, այլ կարողանանք հուսալ Քեզ, կարողանանք հավատալ Քեզ, կարողանանք նայել դեպի երկինք Տեր եւ Քեզանից ակնկալել։ Գիտեք, Աստծո հոգին խոսում ու ասում է, այս աշխարհը քեզ պարտքով է տալիս, որ քեզ գերի դարձնի, ես քեզ օրհնում եմ ձրի, քեզ ազատություն եմ տալիս։ Աստված քեզ երբեք պարտքով չի տալիս։ Աստված սիրող Հայր է, որ երբ որ օրհնում է, ինքը օրհնում է առանց հաշիվ անելու։ Աստված երբեք քո հետ պարտքով չի շարժվում, նա քեզ տալիս է առատությունով, նա քեզ տալիս է ճոխությունով, նա քեզ տալիս է լեփ լեցուն Հիսուսի զորավոր անունով։ Փառահեղ Տեր, աղոթում ենք, ոնց որ այս կնոջը ասեցիր, քիչ ամաններ չհավաքես։ Խնդրում ենք հիմա, որ մեր մտքի մեջ Տեր գա նորոգում, գա նոր շինություն, որ մենք ավելի մեծը մտածենք, ավելի ընդարձակը մտածենք, կարողանանք ավելի ճոխը մտածենք, կարողանանք Տեր իմ Աստված մտածենք քո արքայության համաձայն։ Հիսուս Քրիստոս, փառահեղ Տեր, շնորհակալ ենք ամենակարող Տեր, ու խնդրում ենք քո խոսքի համաձայն Տեր, որ ոչ միայն դու մեզ ազատես պարտքերից, այլ դու նույնպես այնքան օրհնես քո ժողովրդին, որ մենք կարողանանք ուրիշներին հասնենք, աղքատներին օրհնենք, բարձրացնենք, ձեռք մեկնենք, կարողանանք տեսնենք մարդիկ, ովքեր կարիքի մեջ են, եւ իրանց կարողանանք օգնենք փառահեղ Տեր։ Շնորհակալ ենք Տեր, շնորհակալ ենք Տեր։ Մենք ընդունում ենք Հիսուս Քրիստոսյանով պարտքերից ազատող Աստված։ Ողջ փառքը, պատիվն ու մեծությունը քեզ ենք բարձրացնում։ Եթե հավատում ես, ասա ամեն։ 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 Փառք մեր սքանչելի Տիրոջը։ Ես ուզում եմ մի հարց տամ, կամ արդ որ այսօր առաջի անգամ ասրելիս, եթե առաջի անգամ ես կխնդրեմ ձեռք բարձրացնես։ Հալելույա, Աստված օրհնի, Աստված օրհնի։ Ես մի բան եմ ուզում խնդրեմ, հրավիրեմ ձեզ առաջ, որ խնդրեմ հրավիրեմ առաջ։